Սիրելի ֆուտբոլիստներ, խաղային օրը մեզ մոտ շարունակվում է Վինտեր քափում եւ արդեն առաջին խաղային օրվա երկրորդ հանդիպումն ենք ձեր ուշադրությանը ներկայացնելու, որտեղ կմրցեն միմյանց դեմ Ռեալ Արմին եւ Վոլֆսբուրգը։ Այո, շատ հետաքրքիր հանդիպում է մեզ սպասում, քանի որ երկու թիմերի խաղաոճն էլ մենք եւ դուք ծանոթ չենք, թիմերը առաջին անգամ են մասնակցում Վինտեր քափ մրցաշարին, այնպես որ դա էլ ավելի է բարձրացնելու հանդիպման հետաքրքրությունն ու ինտրիգը։ Ծանոթանանք մրցող թիմերի մեկնարկային կազմերից, սկսենք Ռեալ Արմիից, ում դարպասը պաշտպանում է Վարդան Գևորգյանը, համար 1, Հայկ Անտոնյան, համար 4, Հենրիկ Տիրակոսյան, համար 7, Գրիգոր Քոչարյան, համար 8, Արտյոմ Արզումանյան, համար 10, Վիգեն Վարդանյան, համար 11, Վլադիմիր Թադևոսյան, համար 2, Վլադ Մխիթարյան, Նեղություն, համար 12, Վլադ Մխիթարյան, համար 27, Վազգեն Խաչատյան, համար 30, Դավիթ Գասպարյան, համար 50։ Վոլֆսբուրգ դարպասը պաշտպանում է Արսեն Թովմասյանը, համար 99, կամարցավարի Սուլիչու մեկնարկած է հանդիպումը։ Միքայել Խաշմանյան, համար 6, Արմեն Այրապետյան, համար 7, Դավիթ Գրիգորյան, համար 8, Ավիկ Բարսեղյան, համար 9, Արսեն Սևոյան, համար 10, Արթուր Բարսեղյան, համար 11, Արա Գասպարյան, համար 13, Էրիկ Գոթաջյան, համար 17։ Այսպիսի կազմով է ներկայացել այս հանդիպանը Վոլֆսբուրգը գնդակով Ռեալ Արմիի ֆուտբոլիստներն են, այո, երկու թիմերն էլ իսկապես Վինտեր քափ մրցաշարին շատ լուրջ են տրամադրված եւ բնականաբար այսօր կփորձեն ապացուցել իրենց խաղային որակների մասին, բարձր որակների մասին է խոսքը, իհարկե տեսնում ենք այստեղ խորքից փոխանցում Ռեալ Արմին պաշտպանի կատարմամբ, բայց մի փոքր ուժեղ ստացվեց փոխանցում ու արդեն գնդակը կլինի Վոլֆսբուրգին է։ Գնդակով Խաշպանյանն է հիմա առաջարժվում, վտանգավոր գրոյանցել Վոլֆսբուրգը եւ սա թիկունքից խաղի կանոնների խախտում էր իսկապես Խաշպանյանի նկատմամբ եւ շատ վտանգավոր դիրքում Վոլֆսբուրգը ստանում է տուգանային հարվածի հնարավորություն։ Կամրցավարի Սուլիչ հենց Խաշպանյանն է գնդակի մոտ, տեսնենք ինչ որոշում կայացնի Խաշպանյանը, հարված ու այստեղ դարպասապա դիպավ գնդակին, այո, շատ վտանգավոր հարված են կատարել Խաշպանյանը եւ վերահանց գոլից այստեղ փրկեց Ռեալ Արմին դարպասապահը։ Անկյունային հիմա կիրացնեն Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները։ Տեսնենք շատ ակտիվ մեկնարկ է տրվել հանդիպմանը, հիմա տեսնենք այս անկյունային ինչի կվերացեն Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները։ Փոխանցում դեպի մրցակցի տուգանային հրապարակ, բայց գնդակը կարողանում են հեռացնել այստեղ Ռեալ Արմիի ֆուտբոլիստները, իսկ վտանգավոր հակագրով այստեղ չստացվեց իրականացնել, հասցրեց Վոլֆսբուրգը վերադասավորվել։ Խաշմանյան ուղարկում է գնդակը խաղընկերոջը, բայց այստեղ հլեցին Արմիի ֆուտբոլիստները գնդակը, Վարդանյանն է գնդակով վտանգավոր է, հարվածը կա ու այստեղ շեղությամբ ընթացավ մի փոքր Վիգեն Վարդանյանի կատարած հարվածը։ Խաշմանյան, այո, իսկապես երկու թիմերն են շատ ակտիվ մեկնարկ են տվել հանդիպմանը եւ հանդիպումը խոստանում է լինել իհարկե գոլառատ, քանի որ
Այս հանդիպումից առաջ տեսանք բացման հանդիպումը, որտեղ PSG-ն մրցեց Manchester City-ի հետ եւ իսկապես բացման հանդիպման համար մենք 6 խփած գնդակ ունեցանք։ Ողջ Winter Cup-ի իհարկե խոստանում է լինել գոլարատ, ինչպես եղավ առաջին հանդիպումը, հենց բացման հանդիպումը, թող դա օրինակ լինի մյուս բոլոր թիմերին, որպեսզի մեզ գոլերի պակաս կարիք չունենանք, այո։ Գնդակով Wolfsburg-ի ֆուտբոլիստներն են հիմա։ Բայց այստեղ գնդակը դուրս եկավ դաշտից սահմաններից ու հարված կլինի արդեն Real Army դարպասից։ Մի հատ չի եղել, որ խոսքարայի տայի ես դուրս տա։ Այդ ինքը չի տա։ Որ Նարեկը կպես տեսար, ապեր գոլերի դեմը գալիս եմ, ումի շեն կշնի չեմ կարող։ Ապեր մի հատ Նարեկ դրակով է, մի հատ Նարեկը, մի հատ ինքը։ Արկում են պաշտպանությունում Army ֆուտբոլիստների գնդակը։ Քոչարյան Քոչարյանն է գնդակով ուղարկեց գնդակը Վարդանյանի ուղղությամբ զարգացնում է արագություն այստեղ Վիգեն Վարդանյանը պայեց գնդակի իր մոտ ոտնթաթի դրսի մասով փոխանցում կատարեց մրցակցի Տուգանային հրապարակ, բայց այստեղ դարպասապահ վերցրեց գնդակը Մխիթանյանն եւ ինչ այստեղ կար խաղի կանոնների խախտում, այո։ Ստանդարտ կիրացնեն Wolfsburg-ի ֆուտբոլիստները։ Խաշպանյանն է նորից գնդակի մոտ։ Կամ մրցավարի սուլիչը Ցածից այս անգամ փոխանցում կատարեց Խաշպանյանը, բայց Real Army-ի ֆուտբոլիստները տեղում էին։ Եվ այստեղ քիչ էր մնում սխալվեին պաշտպանությունում, բայց վերջին պահին Գևորգյանը կարողացավ հեռացնել գնդակը։ Զախ եզրում էր հայտնվել այստեղ Wolfsburg-ի ֆուտբոլիստը, բայց փոխանցումը չասավ ու հիմա արդեն գնդակը կլինի Real Army-ի մոտ։ Կիրակոսյան թողեց գնդակը Մխիթարյանին, վերջինը շարժվում է առաջ, փոխանցում տեսանք խաղընկերոջ ուղղությամբ, բայց այստեղ գնդակը կարողացավ խլել Խաշպանյանը մրցակցից ու հիմա նետվում է առաջ Wolfsburg-ը վտանգավոր է, բայց այստեղ դարպասապահ կարողացավ ֆիքսել գնդակը։ Հիմա Real Army նորից նետվել է առաջ, կա փոխանցում ու իսկ Wolfsburg-ի պաշտպանները տեղում էին։ Ու հիմա Wolfsburg-ը աջ եզով կփորձի որևէ բան կազմակերպել դեպի կենտրոն փոխանցում ենք տեսնում։ Դեպի աջ փոխանցում տեսանք։ Խոթանջյան գնդակ ուղարկեց կենտրոն, բայց այստեղ չի ավարտվել Wolfsburg-ի գրոհը, հիմա արդեն դարպասապահ վերցնում է գնդակը եւ
Մրցավարը նշանակում է ազատ հարված, այո։ Դարպասապա վերցեց իր խաղընկերոջ կատարած փոխանցումը ձեռքով։ Իմը շատ լավ հնարավորություն ունի Վոլսբուրգը բացելու այս հանդիպան արշիվը, բայց միայն վաստակելը բավական չէ, այն պետք է կարողանալ իրացնել, սա իհարկե 11 մետրանոց հարվածից ավելի բարդ է, այնպես չէ, որ հեշտ է ազատ հարվածը իրականացնել, բայց շատ մոտ են դարպասին եւ դա հնարավորություն կարող է տալ Վոլսբուրգին իհարկե օգտվել այս առիթից, տեսնենք։ Խաշմանյանն է կարծես նորից գնդակի մոտ։ Երկու հոպում պետք է լինի մինչ հարված, այո, մինչ հարված կատարողը պետք է մեկ ֆուտբոլիստ դիպչի գնդակին, այնպես որ տեսնենք ինչպես քահարկեն հիմա Վոլսբուրգի ֆուտբոլիստները։ Կամ մրցավարի սուրիչը Խաշմանյանը թողեց գնդակը խաղընկերոջը, բայց հարվածի ճանապարհը փակվեց, իսկ Արման Այրապետյանի կատարած հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ։ Հարված կլինի հիմա էլ Վարդան Գևորգյանի պաշտպանած դարպասից։ Գևորգյանն ուղարկեց գնդակը Հաչոյանի ուղղությամբ, Մխիթարյան, շատ լավ փոխանցում կատարեց Թադևոսյանի ուղղությամբ, դեպի առաջ փոխանցում տեսնում Արծումանյան թողեց գնդակը Վարդանյանին, դեպի Մխիթարյանը փոխանցում կատարեց Վարդանյանը գրոյ տեղափոխություն դեպի կենտրոն, Պիրակոսյան շատ լավ փոխանցում է, տեսնենք այս գրոյ Ռեալ Արմինին չկվերացի, բայց Վոլսբուրգի պաշտպանները իրենց տեղում էին հեռացեցին գնդակը ու հիմա էլ Վոլսբուրգը նետվել առաջ, բայց այստեղ հաջող պաշտպանվեց Հենդիկ Իրակոսյանը պահելով գնդակը իր մոտ Խորքից փոխանցում, բայց այստեղ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու հարված կլինի Վոլսբուրգի դարպասից։ Խաշմանյան շատ լավ փոխանցում կատարեց դեպի խաղընկերը Խաշմանյանը, բայց այստեղ առաջինը գնդակին արձագանքեց Վլադիմիր Թադևոսյանը, Մխիթարյան, չանցավ այստեղ Մխիթարյանի կատարած փոխանցումը, ու հիմա Վոլսբուրգը նետվում է առաջ 4-2-ի դիմաց, տեսնենք այս գրոյին չկվերացեն, բայց շտապեցին այստեղ Վոլսբուրգի ֆուտբոլիստները, Մխիթարյան ուղարկում է գնդակը դեպի աջ, հիմա էլ Ռեալ Արմինը անցել առաջ գրոյի, Կիրակոսյանն է գնդակը ստանում, թողեց գնդակը Գասպարյանին, դեպի Արցախման կենտրոն փոխանցում տեսակ վտանգավոր է, բայց այստեղ դարպասապահ վերցեց գնդակը այո նակարդյուն Արզումանյանի կատարած հարվածից հետո դարպասապահ փակեց գնդակի ճանապարհը, հետո արդեն երկրորդ հնարավորությունից ֆիքսեց գնդակը Հաչոյանը ուղարկում է գնդակը Կիրակոսյանին ու այստեղ չկար խաղի կանոնների խախտում, միայնակ է մնացել դարպասապահի հետ Վոլսբուրգի հարձակվողը հարված ու այստեղ գնդակը հրաշքով չի հայտնվում Ռեալ Արմի դարպասում Այո, իսկապես երկու թիմերի խաղաոճից երևում է, որ այստեղ են միմիայն իրենց առաջին 3 միավորը վաստակելու համար, բայց առայժմ չունեն խփված գնդակ այս խաղում
Դա միայն խոսում է առաջին հերթին թիմերի բարձր պաշտպանության, բարձր որակով պաշտպանության մասին, ինչում կարծում եմ արդեն համոզվեցիք ինքներդ տեսնելով երկու թիմերի թե հարձակման գիծը, թե պաշտպանությունը, այնպես որ ասել, որ այսպիսի հանդիպումում կամ Winter Cup-ում ընդհանրապես կան գծված ֆավորիտ թիմ չի կարելի։ Իհարկե կան թիմեր, որոնք առանձնանում են, կան թիմեր, որոնք իրենց անունի համբավի շնորհիվ կան այն մի քանի թիմերի մեջ, ովքեր հավակնում են չեմպիոնության, բայց ասել, որ դա 100%-անոց իհարկե չի կարելի։ Հիմա Wolfsburg-ն է անցել գրոյի, գրոյ տեղափոխություն դեպի ձախ։ Իսկ այստեղ Կիրակոսյանը հաջող խլում է կարողանում կատարել։ Անցավ երկու մրցակցիկ, տեսնենք ինչ որոշում կայացնի Կիրակոսյանը։ Ուղարկեց գնդակը Մխիթարյանին։ Դեպի Վարդանյանը փոխանցում տեսանք նորից։ Մխիթարյան խաղարկում են այստեղ Ռեալ Արմիի ֆուտբոլիստները գնդակ ու այդ փոխանցում ենք տեսնում դեպի Տադևոսյանը։ Վերջինս գնդակը ուղարկեց Աչեզեր։ Տադևոսյան ուղարկում է գնդակը Վիգեն Վարդանյանի ուղղությամբ։ Շարունակվում է Արմի գրոհ, արված։ Տեսանք այստեղ էլ ինչ ստացվեց։ Հիմա կարելի է բացել հանդիպան արշիվը, բայց այստեղ փրկվեց Wolfsburg-ը, իհարկե շատ լավ գրոհ էին կատարել Ռեալ Արմիի ֆուտբոլիստները։ Մխիթարյանի կատարած փոխանցումից հետո Արծումանյանը հարված կատարեց, բայց ֆանտաստիկ սեյվով աչքի ընկավ Wolfsburg-ի դարպասապահ Արսեն Թովմասյանը, իհարկե ծափարություններ այստեղ Թովմասյանին հրաշալի սեյվ գրանցեց իր անվան դիմաց, փրկելով Wolfsburg-ին վերահաս գոլից։ Մխիթարյան այդ փոխանցում է կատարում Խաչոթյանի ուղղությամբ։ Տադևոսյան շատ լավ նկատեց Վարդանյանի գրոհի միացումը, ևս մեկ փոխանցում ու այստեղ նորից հեռացնում են գնդակը Wolfsburg-ի ֆուտբոլիստները։ Ես ռիսկ ունեցի Ռեալ Արմին։ Տեսնենք խաղարկում են գնդակը այստեղ Ռեալ Արմիի ֆուտբոլիստները, բայց միմյանց չհասկացան երկու ֆուտբոլիստներ կորցրին ու հիմա Wolfsburg-ը արագորեն խաղարկում է եզրային նետումը, անցնում է գրոհի Wolfsburg-ը, տեսնենք։ Հերվից հարված ու այստեղ տեղում է Վարդան Գևորգյանը։ Ես իսկ նետի Ռեալ Արմին։ Շուտ եկեք մի հատ։ Ուշադիրեք։ Ով է գալի։ Խաղարկված է եզրային նետումը։ Մխիթարյան։ Շարժվում է առաջ Մխիթարյանը, բայց այստեղ կարայով խաղի կանոնների խախտում։ Լավա չփրկի ապեր ցանցն է։ Ես լավ հարմար փափուկ էի ձեռներս էր ասում։ Հենց Մխիթարյանն է գնդակի մոտ, տեսնենք։ Փոխանցում դեպի մրցակցի Տուգանային հրապարակ, բայց մի փոքր հաջող չստացվեց այստեղ Մխիթարյանի կատարած փոխանցում ու արդեն արված կլինի Wolfsburg-ի դարպասից։ Շատ լավ գրոհ է անցել Wolfsburg-ը, տեսնենք։ Խաչմանյանն է հայտնվել հարձակման եզրում։ Հարված ու այստեղ նորից դարպասապահը կարողանում է ռեակցիայի շնորհիվ վերացնել գնդակը, ևս մեկ անկյունային կիրացնել
Wolfsburg-ի ֆուտբոլիստները, այո, առաջի խաղակեսը ասավ միջին հատվածին դեռ առայժմ չունենք խփված գնդակ այս խաղում, բայց հանդիպումը էլ ավելի բարձր ընթացքի մեջ է։ Հիմա հարված ենք տեսնում ուշեղությամբ է ստացվում Wolfsburg-ի ֆուտբոլիստի կատարած հարվածը, եթե չեմ սխալվում, հարված կատարողը Դավիթ Գրիգորյանն էր ու հարված կլինի արդեն Real Army դարպասից Անտոնյան ուղարկեց գնդակը առաջ, Կաշմանյան այստեղ փակեց փոխանցման ճանապարհը Դավիթ Գասպարյան գնդակով Real Army ֆուտբոլիստներն են, տեսնենք Մխիթարյանն է հաջող շրջվում այստեղ գնդակով Մխիթարյան տեսնենք ինչ որոշում կայացնի, ուղարկեց գնդակը Բաբենյանի ուղղությամբ, բայց նրա կատարած փոխանցումը հաջող չստացվեց ու դուրս եկավ, այո, գնդակը դուրս եկավ այստեղ դաշտի սահմաններից, եզից պետք է նետեն Real Army ֆուտբոլիստները Երվից հարված ենք տեսնում, բայց շեղությամբ ստացվեց այստեղ Real Army պաշտպանի կատարած հարվածը ու արդեն գնդակը խաղի մեջ կմտցնի Wolfsburg-ի դարպասապահը Պաշտպանությունում են այս պայն խաղարկում գնդակը Wolfsburg-ի ֆուտբոլիստները Կոտանջյան ուղարկեց գնդակը ձախ, բայց այստեղ պրեսինգի շնորհիվ կարողացավ Real Army գնդակը խլել մրցակցից Մխիթարյան շատ լավ է նկատել խաղընկերոջ առաջ խաղացումը, բայց փոխանցման ճանապարհը փակվեց Մխիթարյանի Չի ավարտվել Real Army գրոհը Մխիթարյան ու նորից փակում են Մխիթարյանի փոխանցման ճանապարհը երկու դեպքում էլ շատ լավ է նկատել խաղընկերներին Մխիթարյանը, բայց փոխանցումը հասցեատիրոջը չհասավ, հիմա եզից կդեն Real Army-ն Դավիթ Գասպարյան Կաշմանյանն է հիմա գնդակով ու դեպի աջ փոխանցում ենք տեսնում Կիրակոսյան դեպի առաջ կարողացավ փոխանցում կատարել, իսկ սա խաղի կանոնների խախտում էր, բայց մնաց գնդակը Wolfsburg-ի ֆուտբոլիստների մոտ, հիմա ձախ եզրով են զարգացնում իրենց գրողը գերմանական ակումբի ներկայացուցիչները Կաշմանյան Շատ լավ փոխանցում կատարեց դեպի ձախ Կաշմանյանը Իսկ այս փոխանցումը փակվեց Քաչոջյանի կողմից Եվ կլինի եզրային նետում Wolfsburg-ի կատարման Կաշմանյանն է գնդակով, այո, առաջի խաղակեսը մոտենում է ավարտին Առայժմ չունենք խփված գնդակ այս խաղում, բայց հանդիպման լարվածությունը շատ բարձր մակարդակի վրա է Անտոնյան թողեց գնդակը Գասպարյանին, նորից Անտոնյանն է գնդակով Այդ փոխանցում տեսանք Քաչոջյանի ուղղությամբ Մխիթարյան
Թողնում է գնդակը Քաչոթյանին, իսկ նրա կատարած հարվածը բարձր է ստացվում ու հարված կլինի Վոլֆսբուրգի դարպասից։ Գնդակը մցրած է խաղի մեջ, բայց այստեղ խլում են Ռեալ Արմիի ֆուտբոլիստները, գնդակը Քաչոթյան վտանգավոր է, ինչ է կատարվում այստեղ, կա հարված ու դարպասապահ կարողանում է հեռացնել գնդակը։ Վերջին րոպեն է առաջի խաղակեսի, Խաչմանյանն է այստեղ փորձում խլում կատարել չստացվեց, բայց գնդակը բնած Վոլֆսբուրգի ֆուտբոլիստերի մոտ, վտանգավոր գրոհ է անցել Վոլֆսբուրգը, տեսնենք գուցե հիմա ստացվի թիմի մոտ։ Չտեսանք այդպես էլ հարվածը, Ռեալ Արմին դուրս է գալիս պաշտպանությունից, Մխիթարյան։ Չստացվեց այստեղ արագ հակագրոհ կազմակերպել, բայց հիմա կա գրոհի տարբերակ, տեսնենք։ Փակվեց փոխանցման ճանապարհը, բայց Անտոնյանն է գնդակով։ Իսկ գնդակը այստեղ դուրս եկավ դաշտի սահմաններից։ Եզրային նետում Կիրաստի Վոլֆսբուրգը, Խաչմանյան թողնում է գնդակը խաղընկերոջը։ Բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից եւ վերջ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է, կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Սիրելի ֆուտբոլասերներ, մեկնարկում է Ռեալ Արմին դեմ Վոլֆսբուրգի հանդիպման երկրորդ խաղակեսը, առաջի կեսից հետո առայժմ խփված գնդակ չունեն խաղադաշտում, բայց հուսանք, որ երկրորդ խաղակեսում թիմերը մեծ գոլերի պակաս չեն թողնի։ Հիմա արագորեն ծանոթանանք նորից թիմերի հայտարարություններին, որից հետո շարունակենք հետևել հանդիպման ընթացքին։ Ռեալ Արմի դարպասը պաշտպանել Վարդան Գևորգյանը համար 1, Վլադ Մխիթարյան համար 2, Վլադիմիր Թադևոսյան համար 3, Հայկ Անտոնյան համար 4, Համիդ Ռեզա Բաբենյա համար 5, Հենրիկ Կիրակոսյան համար 7, Գրիգոր Քաչոթյան համար 8, Արտյոմ Արզումանյան համար 10, Վիգեն Վարդանյան համար 11, Դավիթ Գասպարյան համար 22 եւ Վազգեն Խաչատրյան համար 30։ Վոլֆսբուրգ Արսեն Թովմասյանը պաշտպանում է դարպասը համար 1, Միքայել Խաչմանյան համար 3, Էրիկ Քոթանջյան համար 4, Արա Գասպարյան համար 5, Արման Հայրապետյան համար 7, Դավիթ Գրիգորյան համար 8, Ավիկ Բարսեղյան համար 9, Արսեն Սևոյան համար 10 եւ Արթուր Բարսեղյան համար 11։ Մխիթարյան շարժում է առաջ գնդակով, թողեց գնդակը Անտոնյանին, գրոհի տեղափոխություն դեպի աջ, որտեղ Դավիթ Գասպարյանն է, Հենրիկ Կիրակոսյան, նորից Գասպարյանն է ստանում գնդակը, ուղարկում է Կիրակոսյանի ուղղությամբ ու դեպի կենտրոն փոխանցում տեսանք, Քաչոթյան, խորքից փոխանցում կատարեց, բայց այստեղ ոչ ոք չարձագանքեց ու Վոլֆսբուրգի դարպասապահի մագնդակը կմցնի խաղի մեջ, այո։ Ես ծանոթացնեմ նաև այն թիմերին, որոնք այս թիմերի հետ ընդգրկված են Վինտեր Քափ մրցաշրջանի միևնույն խմբում։ Եվ այսպես այդ 18 թիմերն են Ռեալ Արմի, Բորուսիա Մյունխենգլադբախ, Ատլետիկո Երևան, Էվերտոն, Վիլյարեալ, Կադիս, Ռեալ Մադրիդ, Միլան, Վոլֆսբուրգ, Սելտա, Մոնակո, Լիվերպուլ, Ինտեր, Արսենալ, Մանչեսթեր Յունայթեդ։
Արա Տոթենհեմ, Երևան եւ Արաքս, այսպիսի հետաքրքիր խումբ է բաժին հասել այս թիմերին անչափ բարդ է լինելու թիմերի համար իհարկե հեշտ չի լինելու խմբային փուլի արգելքը հաղթարել, բայց այս երկու թիմերը ունակ են նման բարդ ու ծանր պայքարների, կարծում եմ կփորձեն հնարավորինս անել իհարկե թե խմբային փուլի թե հետագա ճանապարհի արգելքները հաղթարելու համար։ Գասպարյան ու ես իսկ կնետի Վոլսբուրգը Կաչմանը կատարի եսրային նետումը ուղարկում է գնդակը հետ Այլապետյան կա փոխանցումը և այստեղ միայն վերջի պային կարողացավ գնդակի ուղղությունը շեղել Խաչատրյանը, այլապես արդեն հարվածի է պատրաստվում Վոլսբուրգի հարձակողը, եթե չեմ սխալվում հարձակման դիտքում էր հայտնվել Արտուր Բարսեղյանը և եթե չլիներ այս դրվագում Վազգեն Խաչատրյանը, ապա հարվածը մենք կտեսնենք։ Հիմա անկյունային են խաղարկում Վոլսբուրգի ֆուտբոլիստները։ Մնացին գնդակով Վոլսբուրգի ֆուտբոլիստները, բայց այստեղ տեղացված է գնդակը ու եզից արդեն կնետի Վոլսբուրգը։ Գրիգորյան ուղարկում է գնդակը դեպի աջ, բայց այս փոխանցումը ուժեղ ստացվեց Ղաշվանյանի համար ու գնդակը նորից Ռեալ Արմիի ֆուտբոլիստերի մոտ է Մխիթարյան աղարկում է գնդակը Անտոնյանի հետ բայց այստեղ չստացվեց Ռեալ Արմիի դրով Վոլսբուրգը կարողացավ վերլացնել գնդակը, հիմա երկրորդ տեմպով Ռեալ Արմին կգրոյի Անտոնյան ուղարկեց գնդակը Մխիթարյանին, շատ լավ փոխանցում կատարեց Խաչատրյանի ուղղությամբ Մխիթարյանը ու միանում է թիմի գրոյին Մխիթարյան չանցավ այստեղ Վլադ Մխիթարյանի կատարած փոխանցումը այնպես ինչպես նա մտածել էր, այլապես շատ վտանգավոր գրոհ կստացվեր նորից Մխիթարյանն է գնդակով, այո նրան ամենուր կարող ենք դաշտում տեսնել շատ արագաշարժ ֆուտբոլիստ է Վլադ Մխիթարյանը հարված ենք այստեղ տեսնում ու դիպավ այո գնդակը Վոլսբուրգի ֆուտբոլիստին կլինի անկյունային հարվածը Ռեալ Արմիի ֆուտբոլիստերի կատարմամբ Կա փոխանցումը, բայց ուժեղ ստացվեց այս անկյունայինից կատարած փոխանցումը ու գնդակը կլինի Վոլսբուրգի մոտ Կիրոկոսյան կարողացավ այդ փոխանցում կատարել Անտոնյանի ուղղությամբ Խաչատրյան շրջվեց այստեղ, բայց Խաչատրյանն է պայքարում նրա դեմ, չկար այստեղ խաղի կանոնների խախտում ու այստեղ տեղին քարտ է ստանում Ռեալ Արմիի 8 համարը մրցավարի հետ վիճելու համար Գրիգոր Խաչատրյանը ստացավ տեղին քարտ ու եսից հիմա կնետեն Վոլսբուրգի ֆուտբոլիստները Գասպարյան դեպի առաջ փոխանցում կատարեց վտանգավոր է Արզումանյանը կփորձի ոչ չասա բայց գնդակին մի փոքր ուժ ստացվեց դեպի Արզումանյանը կատարած փոխանցում ու գնդակը Վոլսբուրգի ֆուտբոլիստերի մոտ է
Գասպարյանը առաջին արձագանքեց այս փոխանցմանը, բայց գնդակը մնաց Խաչմանյանի մոտ։ Հիմա կորցրին գնդակը Ռեալ Արմի ֆուտբոլիստները ու Վոլֆսբուրգը բացում է այս հանդիպան հաշիվը 1-0, բայց կդիտի մրցավարը կրկնապատկերը։ Դիտեց մրցավարը կրկնապատկերը, այո ու չեղարկում է խփված գնդակը կար մինչ այդ խաղի կանոնների խախտում Վոլֆսբուրգի ֆուտբոլիստի կողմից։ Ու գոլը չեղարկված է։ Հանդիպան հաշիվը մնում է անփոփոխ 0-0։ Խաչմանյանը հաջող խլում կարողացավ կատարել, հաջող անցում ստացվեց, բայց մի փոքր հեռու թողեց այստեղ Խաչմանյանը գնդակ ու հիմա արդեն Ռեալ Արմինն է նետվում առաջ, Մխիթարյան կրունկով փոխանցում, այստեղ հաջող չէր փոխանցումը։ Խաչմանյան գուցե եկել եզրափակի, բայց թույլ ստացվեց մի փոքր Խաչմանյանի կատարած հարվածը։ Գասպարյանն է շարժվում առաջ։ Անտոնյան դեպին ձախ փոխանցում կատարեց։ Հերվից հարված է տեսանք, բայց այստեղ Վացին Խաչատրյանի կատարած հարվածը բավական բարձր է ստացվում ու հարված կլինի Վոլֆսբուրգի դարպասից։ Գնդակով Վոլֆսբուրգի ֆուտբոլիստներն են, Խաչմանյան փակվեց այստեղ փոխանցման ճանապարհը, բայց Խաչմանյանը կարողացավ նորից խլում կատարել ու հիմա գնդակով հենց ինքն է շարժվում առաջ, իսկ սա խաղի կանոնների խախտում էր, այո։ Տեսնենք այս տուգանայինի խաղարկում ինչ կբերի Վոլֆսբուրգին, գնդակի մոտ հենց Խաչմանյանն է։ Բավական նպաստավոր է դիրքը հարված կատարելու համար, հատկապես Խաչմանյանի համար ու տեսնենք հիմա կա մրցավարի սուլիչը։ Խաչմանյան հարվածնել կա ու դարպասաձողն է այստեղ օգնության հասնում Ռեալ Արմին, չի ավարտվել Վոլֆսբուրգի գրոհը։ Հիմա արդեն ավարտված է։ Անտոնյան, բայց պետք է հեռացնել գնդակը եւ հարված կլինի Ռեալ Արմի դարպասից, այո։ Բայց միջ այդ տեսնենք ինչ է պատահել Ռեալ Արմի ֆուտբոլիստին, խոտածածկին է հայտնվել Դավիթ Գասպարյանը, հուսանք լուրջ ոչինչ չկա, հունա կարողանա շարունակել հանդիպումը։ Ոչ այնուամենայնիվ փոփոխություն տեղի ունեցավ, Գասպարյանը այս րոպեներին չկարողացավ շարունակել հանդիպումը ու նրա փոխարեն աղադաշ դուրս եկավ Վլադիմիր Թադևոսյանը։ Հիմա աղադաշից դուրս ցուցաբերեն Գասպարյանին, որից հետո կարծում եմ ֆուտբոլիստը կարողանա վերադառնալ աղադաշ։ Արզումանյան թողնում է գնդակը Թադևոսյանին, վերջինս ուղարկեց այն Կիրակոսյանի ուղղությամբ, նորից Թադևոսյան շատ ակտիվ ընդգրկվեց խաղի մեջ հենց աղադաշ դուրս գալուց հետո Թադևոսյանը։ Վարդանյան, անընդական վարպետությունն է այստեղ գործի դնում ու այո կար խաղի կանոնների խախտում նրա նկատմամբ։ Արագորեն խաղարկում է Ռեալ Արմին գնդակը, տեսնենք։ Վարդանյան ուղարկում է գնդակը Մխիթարյանի ուղղությամբ, վերջինս թողեց գնդակը Թադևոսյանին ու շարժվում է առաջ Ռեալ Արմին, լավ փոխանցում է դեպի Արզումանյանը, Արզումանյան, բայց այստեղ հաջող գործեցին նրա դեմ պայքարում Վոլֆսբուրգի պաշտպանները, թույլ չտալով իհարկե հարված կատարել դարպասի ուղղությամբ։
Հիմա արդեն Վոլսբուրգն է նետվել առաջ վտանգավոր է հարված ու այստեղ էլ Ռեալ Արմին նորից փրկում է դարպասապա Վարդան Գևորգյանի ֆանտաստիկ սեյվով այո Վոլսբուրգը եւս մեկ շատ լավ հնարավորություն կորցրեց Կիրակոսյան Փակվեց այստեղ Կիրակոսյանի փոխանցման ճանապարհը հերվից արված ու նորից դարպասածով օգնության գալիս Ռեալ Արմինից երկրորդ դեպքում ոչ հանդիպան հաշիվը բացված է հիմա արդեն գոլն արձանագրված է 1-0 Վոլսբուրգն առաջացնող հաշվի մեջ Արտուր Բարսեղյան 1-0 Վոլսբուրգը բացում է այս հանդիպան հաշիվը, այո արդեն շատ մոտ էին գոլին Վոլսբուրգի ֆուտբոլիստները եւ ի վերջո կարողացան գտնել դարպասը 1-0 Վոլսբուրգը առաջ է անցնում հաշվի մեջ, հիմա արդեն Ռեալ Արմին կփորձի գնալ ողջ կազմով առաջ հավասարեցնելու հանդիպան հաշիվը, բայց իհարկե Վոլսբուրգը կարծում եմ այդ մտքի հետ համաձայն չի լինի։ Հիմա կար խաղի կանոնների խախտում։ Վիգեն Վարդանյանի նկատմամբ ու ստանդարտ կիրացնեն Ռեալ Արմիի ֆուտբոլիստները, տեսնենք։ Մխիթարյանն է գնդակի մոտ մրցավարի սուլիշն էլ կա Մխիթարյան ուղարկեց գնդակը Քաչոյանին արված ու հանդիպան հաշիվը հավասարեց շատ արագ Ռեալ Արմին հավասարեցնում է հանդիպան հաշիվը 1-1 Գրիգոր Քաչոյան 1-1 հանդիպան հաշիվը հավասար է, այո շատ արագ թիմերը փոխանակվեցին մեկական խփած գնդակներով ու հիմա արդեն էլ ավելի կլարվի հանդիպումը վերջնամասում, տեսնենք թիմերից որևէ մեկը, եթե նորից կարողանա առաջ անցնել հաշվի մեջ, ապա արդեն կփորձեն պահել ձեր բերած առավելությունը, իհարկե հանդիպան ավարտին էլ այնպես չէ, որ շատ խաղաղ ժամանակ է մնացել, 7 րոպեից մի փոքր ավելին, հիմա նետվում է առաջ Կիրակոսյան աչեզրով Բայց այստեղ հաջող ստացվեց փոխանցումը Խաչմանյանն է խլում կատարում ու ուղարկում գնդակը առաջ, բայց այստեղ փոխանցումը չհասավ Ասիա տիրոջը Կա մրցավարի սուլիչը, գնդակը խաղի մեջ է Դեպի առաջ փոխանցում ենք տեսնում, այստեղ Արզումանյանը դիպավ, այո, փորձ է ստանել գնդակը Արզումանյանը, բայց դիպավ գնդակը ձեռքին ու գնդակը կլինի Վոլսբուրգի ֆուտբոլիստերի մոտ Անտոնյանը առաջինը արձագանքեց փոխանցմանը Քաչոյանն է գնդակով Բայց այստեղ փակեցին փոխանցման ճանապարհը, իսկ Խաչմանյանի կատարած փոխանցումը մի փոքր այլ ուղղությամբ ստացվեց այս դրվագում Մխիթարյան թողնում է գնդակը Անտոնյանին Ադևոսյանն է գնդակով Խորքից շատ լավ փոխանցում կատարեց Արզումանյանի ուղղությամբ Կիրակոսյան Մխիթարյան լավն էր փոխանցումը պետք է գրավել դարպասը բայց այստեղ դարպասապահը կարողացավ ոտքերով հեռացնել գնդակը Արտյոմ Արզումանյանի կատարած հարվածից հետո Այո եւս մեկ շատ լավ հնարավորություն է հիմա կորցնում է արդեն Ռեալ Արմին Տեսնենք գնդակի մոտ է Կիրակոսյանը, այս անկյունայինը ինչի կփորձեն վերացնել Ռեալ Արմի ֆուտբոլիստները փոխանցում դեպի մրցակցի Տուգանային հրապարակ, բայց
ուժեղ ստացվեց Կիրակոսյանի փոխանցումը ու արդեն Եսիսն հետում է Վոլսբուրգը հարված կլինի այստեղ Ռեալ Արմի դարպասից այո կորցրին գնդակը Վոլսբուրգի ֆուտբոլիստները Մխիթարյան Դեպի աջ փոխանցում կատարեց որտեղ Կիրակոսյանն է, իսկ Կիրակոսյանի կատարած փոխանցումը Արզումանյանի ուղղությամբ չստացվեց։ Վտանգավոր գրոհ է անցել Վոլսբուրգը, տեսնենք Բարսեղյանն է գնդակով հարված ու այստեղ մի փոքր շեղությամբ ստացվեց Բարսեղյանի կատարած հարվածը, եթե գտներ դարպաս այստեղ Բարսեղյանը, ապա նորից Վոլսբուրգը առաջ կանցներ հաշվի մեջ, իսկ նա դուբլ կգրացեր իր անվան դիմաց, բայց հաշիվը մնում է անփոփոխ 1-1։ Արագորեն աղարկում է Ռեալ Արմի ֆուտբոլիստները գնդակը տեսնենք, հանդիպան վերջամասն է մոտենում ու հիմա ցանկացած սխալ, ցանկացած սայթակում կարող է ճակատագրական լինել թիմերից յուրաքանչյուրի համար։ Մխիթարյան դեպի առաջ փոխանցում ենք տեսնում այստեղ փորձեց արագության հաշվին գնդակ իր հետ տանել Վիգեն Վարդանյանը, բայց փակեցին նրա ճանապարհը։ Հիմա Վոլսբուրգն է անցել գրոհի Խաչմանյան։ Ուժեղ ստացվեց նորից Խաչմանյանի կատարած փոխանցումը։ Արված կլինի այստեղ Ռեալ Արմի դարպասից։ Թադևոսյան ուղարկեց գնդակը Կիրակոսյանին, նորից Թադևոսյանն է գնդակով դեպի առաջ փոխանցում տեսանք, բայց այստեղ գնդակը հասցեագրված էր Վոլսբուրգի դարպասապային։ Ինչ է կատարվում այստեղ։ Գրավեց Ռեալ Արմին դարպասը, բայց կդիտի մրցավարը այստեղ կրկնապատկերը, այո։ Երկու մեկ այո գոլն արձանագրված է Ռեալ Արմի ֆուտբոլիստերի հարվածից հետո այո Հենրի Կիրակոսյանը գրավեց դարպասը կար ձեռքով խաղ Վոլսբուրգի դարպասապայի կողմից, այդ իսկ պատճառով սուլել մրցավարը, բայց Մխիթարյանը արագ խաղարկեց գնդակ ու հիմա արդեն Ռեալ Արմին տանում է այս րոպեի դրությամբ կամային հաղթանակ պարտվելով 1-0 հիմա հաղթում են 2-1 հաշվով ու տեսնենք արդեն 3 րոպե մինչ հանդիպան ավարտը ինչ կփորձի անել արդեն Վոլսբուրգը, քանի որ հայտնվում է պարտվողի կարգավիճակում այս խաղում առաջին անգամ։ Խաչմանյան դեպի առաջ փոխանցում վտանգավոր է, բայց այստեղ դարպասապահը կարողացավ վերցնել գնդակը։ Իսկ այս փոխանցումը ուժեղ է Մխիթարյանի համար, հարված կլինի Վոլսբուրգի դարպասից։ Խաչմանյանն է ստանում գնդակը, ուղարկեց այն դեպի կենտրոն, բայց Անտոնյան առաջինը արձագանքեց գնդակին ու հիմա նորից Ռեալ Արմին նետվում է առաջ։ Մխիթարյան աչից կա Կիրակոսյանի միացումը, նկատեց խաղընկերոջը Կիրակոսյան, բայց այստեղ մի փոքր դանդաղեց Կիրակոսյանը, չնայած պայեց գնդակը իր մոտ, իսկ այս փոխանցման ճանապարհը փակված է։ Ես իսկ նետի Ռեալ Արմին։
Գնդակը Վոլսբուրգի ֆուտբոլիստների մոտ կլինի, այո, ձեռքին դիպավ Խաչոթյանի գնդակը, խորքից փոխանցում եք տեսնում Խաչպանյան այստեղ փորձեց ավելացնել, բայց Գևորգյանը փակեց հարվածի ճանապարհը, Թադևոսյան դեպի առաջ փոխանցում եք տեսնում, անցավ այստեղ գնդակը պաշտպանից, բայց շատ ուժեղ էր փոխանցում ու հարված կլինի հիմա Վոլսբուրգի դարպասից, այո, Վոլսբուրգը կփորձի հիմա արդեն գնալ առաջ ողջ կազմով փորձելու հավասարեցնել հանդիպման հաշիվը Աչ եզրով են հիմա անցել գրոյի Վոլսբուրգի ֆուտբոլիստները դեպի Խաչպանյանը փոխանցում տեսանք կրունկով ավելացեց այստեղ Խաչպանյանը, բայց դարպասապահ առանց որևէ խնդիրների դուրս եկավ ու վերցրեց գնդակը Կիրակոսյան դեպի առաջ փոխանցում կարողացավ կատարել, բայց այստեղ առաջինը Վոլսբուրգի պաշտպաններն են, իսկ սա խաղի կանոնների խախտում է, այո Տեսնենք այս ստանդարտը ինչի կվերացեն Վոլսբուրգի ֆուտբոլիստները իրոք շատ լավ դիտքում է գտնվում հիմա Խաչպանյանը հարված կատարելու համար ու տեսնենք նրա նախորդ կատարած հարվածից հետո դարպասաձողը օգնության եկավ Ռեալ Արմեն, իսկ հիմա երկու ֆուտբոլիստներ միանգամից գնդակի մոտ կա մրցավարի սուրիչը Խաչպանյան թողեց գնդակը խաղընկերոջը խաղարկում են այստեղ Վոլսբուրգի ֆուտբոլիստները գնդակը հիմա կա հարված ու անկյունային է վաստակում Վոլսբուրգը հանդիպման Վերջին րոպեին Արագորեն խաղարկեցին այստեղ անկյունային Վոլսբուրգի ֆուտբոլիստները վտանգավոր է բարձից փոխանցում ու կար այո խաղի կանոնների խախտում հիմա սուլեց մրցավարը Տեսնենք հիմա այս տուգանայինը արդեն Ինչի կվերացեն Վոլսբուրգի ֆուտբոլիստները, գնդակի մոտ նորից Խաչպանյանն է, հիմնական ստանդարտները իրացնողը Վոլսբուրգի կազմում։ Կա մրցավարի սուլիչը, Խաչպանյան, հարված դեպի դարպասը, բայց այստեղ դարպասապահը կարողացավ վերացնել գնդակը։ Չի ավարտվել Վոլսբուրգի գրոյի հիմա արդեն Աչ եզով նորից անցել են գրոյի Վոլսբուրգի ֆուտբոլիստները, գրոյի տեղափոխություն դեպի ձախ Առաջ փոխանցում ենք տեսնում, իսկապես ողջ կազմով հիմա Վոլսբուրգը մրցակցի տուգանային հրապարակում է, բայց առայժմ Ռեալ Արմին հաջող է պաշտպանվում Եզիսկ նետի Վոլսբուրգը Խաղարկեցին այստեղ եզրային նետումը Վոլսբուրգի ֆուտբոլիստները Բայց ևս մեկ եզրային նետում կիրականացնեն, այո պետք է շտապել արդեն իսկապես քիչ խաղաժամանակ է մնացել Խաչպանյան վտանգավոր էր, եթե հիմա գրավեր դարպասը Խաչպանյանը պարզապես կարելի էր Արձանագրել, որ կլիներ սա առաջնության, եթե ոչ ամենալավագույն, ապա լավագույն խփված գնդակներից մեկը Դարպասապահ գնդակը մտցնում է խաղի մեջ, բայց Եզիսկ նետի նորից Վոլսբուրգը Խաչպանյանը կիրականացնի եզրային նետումը Այո, մրցավարի փոխատուցած խաղաժամանակն է հիմա ընթանում Բայց չի ստացվում Վոլսբուրգի մոտ գրող կազմակերպել Հիմա արդեն Ռեալ Արմին նետվում է առաջ Կար այստեղ խաղի կանոնների խախտում, բայց 11 մետրանոց հարված չէ սա, այլ տուգանային հարված, այո, տուգանային հրապարակից դուրս տեղի ունեցավ խախտումը
Տեսնենք Քաչոյանն է գնդակի մոտ։ Կամր Ցավարի Սուլիչը կա փոխանցումը, բայց Մխիթարյանի հարված այստեղ չստացվեց։ Դուրս է գալիս Վոլսբուրգը պաշտպանությունից, բայց Անտոնյանը հաջող գործեց։ Խաչպոնյան կանխելումը պետք է հավասարեցնել իմ հանդիպանաշիվը հարված ու գնդակը ցանցում է 2-2 Վոլսբուրգը փրկվում է պարտությունից, այո, գեղեցիկ հակագրով կարողացան կազմակերպել ու հավասարեցնել հանդիպանաշիվը։ Բարսեղյան դուբլ, այո, Վոլսբուրգը նորից խաղի մեջ է, նորից հավասարեցնում են հանդիպան հաշիվը արդեն Վոլսբուրգի ֆուտբոլիստները, իսկապես շատ հետաքրքիր վերջնամաս ստացվեց այս հանդիպումը։ Դրոմ է Ռեալ Արմի, վտակավորը հարված, բայց շեղությամբ է ստացվում այստեղ Ռեալ Արմիի ֆուտբոլիստի կատարած հարվածը եւ վերջ հանդիպումն ավարտված է մարտական ոչ ոքի հաշվով 2-2 թիմերը լքում են խաղադաշտը վաստակած մեկական միավորով, իսկ այս հանդիպումը ավարտված է, շնորհակալություն, որ մեզ հետ էիք, քիչ անց կվերադառնանք միասին դիտելու Ինտեր դեմ Ատլետիկո Երևանի հանդիպումը։